Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք։ Մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ստացած ՄՎ-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայություն։ Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել եւ առաջարկել են փաստաթղթերն ավելի վաղ ժամկետներում տրամադրելու, ինչպես նաեւ հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150,000 Հայաստանի Հանրապետության դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձին։ Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային ծառայության պլանավորման եւ վերլուծության բաժնի սպա մայոր ՍՄ-ն քաղաքացի ՌԳ-ի օժանդակությամբ 150,000 Հայաստանի Հանրապետության դրամ կաշառք է ստացել ՄՎ-ից։ Հմիտու, այդ ինչ պիտի տա իրենց։ Ասես բան վերևա պիտի տա։ Ախպերս հմիտու, ես եմ վերևի մարդ։ Ադրոնով ո՞ց է։ Միքայելյան։ Միքայել դու ես։ Ես ես ոպոս հերթապայում։ Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր ՍՄ-ն եւ վերջինիս օժանդակած անձը ՌԳ-ն ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցների կողմից։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։